Բարոյցես Factor TV յուրը քաղաքագետ Հարություն Մկրտչյան, ողջույն, պարոն Մկրտչյան։ Դուք բավականին ծայրահեղ ձևով եք դիմացել Հայաստան վարչապետի Մոսկվա այցին, շքերթին մասնակցելու ընդհանուր կոչ անելով փակել ճանապարհ, որ չկարողանա օդանավակայան գնալ, լուրջ կարծում եք, որ այդ մեթոդը կզսպեր Փաշինյանին կամ թույլ կտային ձեզ փակել ճանապարհ կամ ինչն է դրդել նման քննադատության։ Գիտեք, կարծում եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի է այսպես արձագանքում Փաշինյանի այցին, մի քանի հստակ պատճառներ հիմքում դնելով։ Առաջինը, որ մայիսի 9-ի շքերթին մասնակցելու է ադրբեջանական զորախումբ, հատուկ ընտրված այն զինծառայողներով, ովքեր որ մասնակցել են Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցների դեմ պատերազմին, ըստ երևույթին մեր եղբայրներին գնդակահարողները, սպանողները, վիրավորողները, Կրեմլի կարմիր հրապարակով պետքա քայլեն, Փաշինյանն էլ այդ ժամանակ կամ պետքա ծափ տա, կամ լավագույն դեպքում դեմքը փրկելու համար կարող է կոշիկը կոչկել։ Սա պատճառներից երևի թե ամենահուզականը եւ մեր սրտին դիպչողն է, որ չենք ուզում, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը անկախ նրանից ով է, Նիկոլ Փաշինյանը թե որևէ այլ երրորդ անձ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող թիվ 1 պաշտոնյան գնա եւ այդ բեմականացված ֆարսին մասնակից դառնա։ Հետաքրքիր է, որ Ալիևը չի մասնակցում։ Հետաքրքիր է, որ Ալիևը այո չի մասնակցում, էլի Ալիևը եվրոպացի եւ արևմտյան գործընկերների աչքի առաջ հանդես կգա որպես խիստ հակառուս, իսկ Նիկոլ Փաշինյանը կամ նրա իշխանությունը ինչ որ ենթադրյալ շահեր է փնտրում Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 9-ի օրով։ Հաջորդը ամենակարևորը կարծում եմ անվտանգային կոմպոնենտը։ Ուկրաինական կողմը միջև այս պահը հստակ հայտարարել է, որ որևէ մեկի անվտանգությունը չի պատրաստվում ինքը ապահովել եւ երաշխիք չի տալիս։ Հարցը ուղղում ենք իշխանության ներկայացուցիչներին, ասում են դե երաշխիք տալիս է ռուսական կողմը։ Ես էլ Փաշինյանական ոճով, իր սիրած խաղի ոճով ասում եմ քուանշ չեմ հավատում։ Եթե ռուսական կողմը տրամադրող լիներ երաշխիք, առնվազն պաշտպանության նախարարի համար նախատեսված տանիքը բաց մեքենայի վերնամասում հատուկ ցանց չէին անցկացնի դրոններից պաշտպանվելու համար։ Եվ որ այդպես պաշտպանվում են, այդ երաշխիքներ տվող են, թող իրենց պաշտպանության նախարարի մեքենան 100 պատշաճի, տանիքը բաց, ինչպես միջև էս է եղել, շրջի զինվորականներին ողջունի, զինվորականներն էլ ուռա բացական չեն։ Միգուցե դա ցույցը այն է, որ Ուկրաինան չի ցանկանա, ասենք Չինաստանի նախագահային խոսել, Փաշինյանին կամ մյուս օտարերկրյա հյուրերի։ Դե տեսեք հիմա ոչ թե հույսը, այլ նրանք փորձում են արդարացնել իրանց գնալը։ Ինչ է, օրինակ ինչի համար է գնում Փաշինյանը, կարողանում է բացատրել։ Անվտանգային ռիսկեր կառավարել օրինակ։ Իսկ եթե ես հակառակն ասեմ, իսկ եթե ես մտավախություններ հնչեցնեմ, որ մայիսի 9-ի այցելությունից հետո հատկապես Ադրբեջանի նախագահի այնտեղ չգնալու ֆոնին հնարավոր է անվտանգային հավելյալ ռիսկեր բերի Հայաստանի Հանրապետության ուղղությամբ։ Ինչպես։ Շատ հայտնի, օրինակ Ադրբեջանի նախագահը ինչի չի գնում։ Առիթ է, չէ՞, ես կհասկանայի Նիկոլ Փաշինյանի այցելությունը մայիսի 9-ին, եթե այնտեղ հնարավորություն փնտրեր Ադրբեջանի նախագահի հետ թեկուզ միջանցքում առանձին երկխոսելու, այդ կնճռոտ հարցերը հերթական անգամ քննարկելու, գուցե Պուտինի խավորությամբ այդ հարցերը քննարկելու, ինչու ոչ, բայց Ադրբեջանի նախագահը չի գնում։ Ուղարկում է Լեռնային Ղարաբաղում մեր հայրենակիցներին գնդակահարած զինծառայողներին, որպեսզի Փաշինյանին կամ Հայաստանի Հանրապետությանը այս դեպքում հերթական անգամ նվաստացնի։ Ճանապարհը փակելու մասով իմ կոչին անդրադառնամ, գա։ Գիտեք, սա հուսահատության ճիչ է իմ կողմից, մեր հայրենակիցների կողմից, բայց երեք այդ իմ գրառումն անելուց անմիջապես հետո մեր հայրենակիցներից շատերը ինձ գլխի գցեցին, որ դա աշխատող տարբերակ չէ, առնվազն Փաշինյանը հեծանիվով կարող է գնալ։ Եթե նպատակ է դրել իր առաջ գնալ եւ դիկտատորների կլուբի այդ հավաքին մասնակցել, օրինակ Մադուրոյի կողքին կանգնել, Լուկաշենկոյի կողքին կանգնել, իր կողմից շատ սիրելի, հարգելի, պաշտելի Վլադիմիր Պուտինի կողքին կանգնել, ինքը ճանապարհ կգտնի։ Ամենավերջին տարբերակը ուղղաթիռով վայրեջ կատարի Զվարթնոց օդանավակայան այնտեղից կգնա Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն այսպես նրա դիմաց չենք կարող առնել, բայց քանի դեռ ժամանակ կա, ես հորդորում եմ, որ ինքը, չգիտեմ,
միամտաբար սայթակի ոտքը կոտրի, կորոնավիրուսի թեստ հանձնի, ճնշումը բարձանա, պատճառ գտնի ու չգնա։ Եթե գնում է, առնվազն ձեռքբերումներով հետ գա Երևան։ Պարոն Մկրտչյան, բայց այստեղ մի ուրիշ հարց էլ կա, Հայաստանի իշխանություն, Ռուսաստան հարաբերություններում կամ Հայաստան-Ռուսաստան պարլամենտի ղեկավարի մակարդակով Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային պատերազմ անելու մեջ եւ դա տեղի ունենում Փաշինյանի գնալուց 2 օր առաջ, այսինքն գոնե մի տարի առաջ չէր, 6 ամիս առաջ չէր, 3 ամիս առաջ չէր, որ ասես դե իրադարձություններ են անցել, հիմա կարող է բարելավել։ 2 օր առաջ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին մեղադրում է հիբրիդային պատերազմի մեջ։ Ես ոչ ասում եմ ճիշտ է ասում, ոչ ասում եմ սխալ է ասում։ Այսինքն Հայաստանի վարչապետը ասում է, որ Ռուսաստանը մեր դեմ հիբրիդային պատերազմի է մասնակցում կամ ինքն է սանձազերծել եւ ես գնում եմ մեր դեմ հիբրիդային պատերազմ սանձազերծած պետության շքերթին։ Տրամաբանությունը ո՞րն է։ Կարող է մի բան կա այստեղ, մի Ընդհանրապես տրամաբանություն չկա։ Ալեն Սիմոնյանը նախ շատ ճիշտ է ասում։ Դրա ղողանջները, դրա նախկինում արված գործողությունները գետնի վրա մենք տեսել ենք։ Հյուսիսային տերևաթափ կար, ինչ որ աշտանային տերևաթափ կար, Արբատում վարժեցվածներ կային, Ռուսաստանի Դաշնության դեսպանն է այստեղ բավականին ակտիվ, 5-րդ շարասյունը կամ Փաշինյանի ասած 5-րդ անիվն է այստեղ ակտիվ, այդ իրենք չեն տեսնում, իրենք օպերատիվ տվյալներ չունեն, իրենց ԱԱԾ-ի ներկայացուցիչները իրենց չեն զեկուցում, շատ լավ էլ զեկուցում են, շատ լավ էլ գիտեն, որ այդ ծրագիրը կա, հիբրիդային պատերազմի գործիքակազմը էլ ավելի է խստացվելու եւ սուր ծայրեր ստանալու Հայաստանի ուղղությամբ, այնպես որ Ալեն Սիմոնյանը ամբողջությամբ ճիշտ է։ Այն Նիկոլ Փաշինյանի այցը, եթե նրանք հույս ունեն, ես այսպես եմ սա մեկնաբանում, Փաշինյանը հույս ունի կամ հույսեր է փայփայում, որ իր այցը Մոսկվա կկանխի թե հիբրիդային գրոհները Հայաստանի Հանրապետության ուղղությամբ, թե էսկալացիան։ Իսկ այստեղ կարող է կտրականապես հակառակը լինի։ Նախ Վլադիմիր Պուտինը հիշաչար անձնավորություն է, թող իրենց հույսեր չփայփայեն, հա, որ իրենց այս հակառուսական կամ իրականությունը բարձրաձայնող հայտարարությունները որևէ կերպ ներվելու է Վլադիմիր Պուտինի կողմից, բացարձակ դա չի ներվելու։ Եթե հիմքում սա են դնում, էս էլ է ձախողված քաղաքականություն։ Տեսեք, նախորդ տարի ինքը գնաց եւ առնվազն Ռուսաստանի Դաշնության նախագահից պոկեց Զվարթնոց օդանավակայանից ռուսների դուրս գալը, հայ-իրանական սահմանային անցակետից ռուսների դուրս գալը։ Այս տարի ինչ է բերելու Փաշինյանը, կարող է շոշափելի բան բերել։ Օրինակ ինչ է բերել։ Լավ կարելի էր, չէ, այցելությունից առաջ, չէ՞ որ դա հաղթանակի զորահանդես է, հաղթանակի միջոցառում է։ Վլադիմիր Պուտինն էլ Ուկրաինայի ոտքերն ընկած արդեն քանի շաբաթ է համոզում է, որ երրորդյա գոնե հրադադար հաստատվի, Ուկրաինան առաջարկում է 1 ամսյա հրադադար, կարելի էր, չէ, օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթին հղում անողների պակաս էլ Հայաստանի Հանրապետությունում չկա։ Կարելի էր օրինակ առաջարկել ռուսական կողմին, նույն Կոպիրկինի հիմնարկի միջոցով, այստեղի տեղական, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի գերիների մասով կետը ամբողջությամբ պիտի կատարվի, նախապայման ներկայացնել Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջ։ Օրինակ կարելի էր սա վաճառել, Ալեն Սիմոնյանը ամեն տեղին, անտեղին առիթին ասում է քաղաքականությունը առևտուր է։ Որտեղ եք դուք տալիս, որտեղ եք դուք ստանում։ Բացատրեք ինձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, կամ որ տալիս եք առհասարակ ստանում եք, թե չեք ստանում։ Որ մարմնի որ հատվածում եք դուք այդ հարվածները ստանում, դեմքին, դիմահար հարված, գոտկատեղից ներքև հարված առանձին դեպքերում, ինչ եք դուք ստանում։ Լավ, ինչ եք ուզում։ Կարելի էր օրինակ այս հարցը բերել օրակարգային հարց դարձնել։ Իր պարտավորությունը չի կատարում եւ ի դեպ Արցախի մեր հայրենակիցները, ռազմաքաղաքական ղեկավարները, որ Բաքվի բանտում են, նրանցից շատերը հենց ռուսների կողմից են հանձնվել, հա, այսինքն մի քիչ միամտություն չի սպասել, որ կհանձնեն եւ միամտության հարցը չի, ակնհայտ է, որ ռազմաքաղաքական ոչ միայն ղեկավարությունը, այլ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման հենց հաջորդ օրվանից ավելի շատ գերիներ են ընկել Ադրբեջանի ձեռքում, հենց ռուսների գործունեությունների արդյունքում, քան դրանից առաջ։ Խնդիրը դրանում չի, խնդիրը առևտրի մեջ է։ Եթե քաղաքականությունը առևտուր է, իրականացրեք այդ առևտուրը։
Ցույց տվեք, որ ջանքեր եք գործադրում։ Պատճառ եք ուզում չգնալու։ Բազմաթիվ պատճառներ բերեցի, բերեք եւ չգնայիք։ Իրականում իրենք չեն ուզում չգնալ։ Իրականում իրենք գնում են ու ամենացավալին էստեղ այնա, որ այդ գնալը իրենք փաթեթավորում են բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականության փաթեթով։ Ինչ բալանսավորված քաղաքականություն, ինչ բալանսավորման քաղաքականություն, մեկը Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որը գտնվելով ԵՏՄ-ում օրենք է ընդունում ԵՄ-ին անդամակցելու process-ը սկսելու մասին։ Հրաշք, տեսնես։ Դուք կասկածի տակ եք դնում բալանսավորումը, ահա խնդրեմ օրինակ ձեզ։ Դե ինչ վերաբերում է օրինագծին, գիտեք, շատ է իշխանությունը թմփ կահարում։ Տեսեք, մենք օրինագիծ ենք ընդունել, հետո Ես սպասում եմ տեսնեմ, թե իշխանությունները երբ են նախաձեռնում եւ օրինակ Մարակոսին հրավիրում հարցեր տալու, քննարկման, պատասխաններ լսելու։ Իշխանությունը կանի, չի անի, օգտվելով այս հնարավորությունից ձեր տաղավարից կոչ եմ անում նախաձեռնող խմբի մնացած անդամներին Եվրաքվեի նախաձեռնել Եվրամիության անդամ, առանցքային անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպում եւ իհարկե Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագուսի հետ հանդիպում էստեղ, տեղում եւ այդ հարցերի ուղղում, որովհետեւ գիտեք, իմ մոտ տպավորությունն է, որ իշխանությունն օրենքն ընդունել է, գցել է դարակը փակել է ու շարունակում է ԵԱՏՄ-ի եւ Ռուսաստանի Դաշնության հետ խորը սիրախաղի մեջ մնալ։ Պարոն Մկրտչյան, նրանք կարող են ասել Միացյալ Նահանգների այս վարչակազմն է փորձում Ռուսաստանի հետ լեզու գտնել, պետքարտուղարություն ռուսական գնահանդիպումներ են լինում, այսպես հարաբերություններ վերադարձնելու մինչ պատերազմական շրջանի, այսինքն փորձել հարաբերությունները լավացնել, Պուտինի մոտ արդեն Ուիտկոֆը 4 անգամ գնացել է, Թրամփի հատուկ բանագնացը, Միացյալ Նահանգները թիվ 1 գերտերություն փորձում է լեզու գտնել այս պետության հետ, Փաշինյանը կամ Հայաստանը այդքան մեծ ռեսուրսներ ունեն անտեսելու այդ հսկա արջին, այսպես ձևակերպենք, աշխարհաքաղաքական արջինը։ Պարոն Անանյան, մենք խոսում ենք մայիսի 9-ի ընդհանրապես միջոցառման մասնակցությունից։ Ընդհանրապես միջոցառման մասնակցությունից։ Միջոցառում, որը եվրոպացի մեր գործընկերների կողմից շատ կոնկրետ թիրախի ներքո է գտնվում։ Միջոցառում, որի մասնակիցներին ուղիղ նշանառության տակ առնելու Եվրամիությունը։ Հիմա Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը ինչ հարաբերություններ կունենան։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունն են պետությունն էլ չի, որ մատի ու մատանու արանքը մտնի։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության իշխանությունները բազմիցս ցույց են տվել, որ իրենք այդ մատի ու մատանու արանքը գավառական շուստրիությամբ կարող են մտնել ու չգիտեմ, ինչ որ խաղեր տալ։ Չի ներվելու Վլադիմիր Պուտինի կողմից այս իշխանության վարած քաղաքականությունը։ Ուղղակի չի ներվելու։ Եվ ինչ կպայմանավորվի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի Դաշնության այդ շփումները սահմանափակվում են, եկեք ֆիքսենք, բացառապես ուկրաինական հարցով։ Բացառապես։ Օրինակ այնտեղ քննարկվում է, երբեք չի քննարկվել, չէ՞, միութենական պետության ընդլայնման հարցը։ Մենք գիտենք, չէ՞, որ Ռուսաստանի Դաշնությունը խնդիր է դրել մեզ միութենական պետության մեջ ներքաշելու։ Այս ի՞նչ կապ ուներ։ Ինչ կապ ունի Միացյալ Նահանգները հանդիպում է Պուտինի հետ, թե չի հանդիպում, քննարկում են այնտեղ, թե չեն քննարկում։ Կամ որ քննարկում են, լավ, դուք ինքներդ նշեցիք, 3-4 անգամ արդեն հատուկ բանագնաց է եղել է Մոսկվայում։ Որևէ շոշափելի արդյունք գրանցվել է։ Չկա, չէ՞, ասենք Դոնալդ Թրամփը ինչ խնդիրներ իր առաջ սահմանել էր, բոլորովին հակառակն է ինքը ստանում, ասել էր պատերազմի դադարեցում 1 օրում չստացավ, 6 ամսում էլի չստացավ, առհասարակ պատերազմի դադարեցում ինքը չի ստանա ի վերջո, ինչ հայտարարել է, լրիվ հակառակն է ստանում։ Սեփական ներքին լսարանին ասել էր գների իջեցում տեղի կունենա, ընդհակառակը գները օր-օրի բարձրանում են, այս տնտեսական պատերազմն է հրահրում Դոնալդ Թրամփը, լավ, մենք ինչ կապ ունենք այդ շփումների հետ առհասարակ։ Մենք մեր շահերը վեր ենք դասելու, թե չէ։ Եվ ի վերջո, էլի միջոցառումից խոսում ենք, ասում ենք, որ պետք չի գնալ այդ դիկտատորների կլուբի անդամների կողքը կանգնել, վերջում էլ գալ Երևանում կանգնել, ասել ես ժողովրդավար եմ ու ժողովրդավարի դրոշակը թափահարել, մարդիկ սվիններով են ընդունում։ Ես փորձեմ մի քիչ այլ կողմից էլ այս հարցին մոտենալ, երբ որ Փաշինյանը այդ նկարը նրա դեմ շատ են օգտագործում, երբ որ կանգնած է Էրդողանի կողքին, Էրդողանի գիրքը այսպես հպած, հա, մոտավորապես այսպես,
Այ երբ որ նրան թուրքամետության եւ ադրբեջանասիրության մեջ են մեղադրում, այդ նկարն են ցույց տալիս, որ ահա դու դավաճանել ես։ Հիմա ես հարցս տամ, դրան էլ կանդրադառնանք։ Պետք չէր գնալ թուրքական տուն Նյու Յորքում էր կարծեմ, չէ՞, երբ որ Էրդողանի հետ հանդիպեցին, այ դու թրքացար։ Գրեթե ես նմանատիպ արտահայտություններ լսում եմ Ռուսաստան գնալու կոնտեքստում, էլի որ ռուսամետությամբ կարող ես ընկալվել արևմուտքը մեզ թիրախավորի եւ այլն։ Բայց մյուս կողմից էլ նայեք, Փաշինյանը այդքան կներեք, այս բառը ես լավ, մի քիչ այլ բառ էլի, ինքը իրեն այդքան չի սիրում, որ ինքը այդքան ուզում է հայհոյանքները ստանալ տարբեր մարդկանցից, որ գնում է թուրքերի հետ է հանդիպում, ռուսների հետ է հանդիպում, լավ իմանալով, որ իր հանրության մի զգալի հատված երկու պարագայում էլ, չասեմ հայհոյելու է, բայց շատ խիստ քննադատելու է։ Ուրեմն մի բան կա, պարոն Մկրտչյան, միգուցե պետք է այդ հանդիպումները չդիտարկել որպես այսպես վերջին դատաստան, չգիտեմ, միգուցե մի քիչ ավելի այսպես հանգիստ դրանք ընկալել, ինչ կարող է։ Նախ եկեք հասկանանք ովքեր են մեղադրում Էրդողանի նախ այդ գրքով նկարը իմ դուրն էլ չի եկել, հատկապես դեմքի արտահայտությունը։ Կարելի էր գրքով նկարվել, բայց դեմքի արտահայտությունը այդպես տարօրինակ ժպիտով գոնե թե դա չանել։ Բայց նա գիտեր, չէ, Հայաստանում իրեն ինչ են ասել, երբ որ Էրդողանը հետ գնաց։ Գուցե գիտեր կամ ինչու է գնում այդպիսի հայհոյանքներին։ Ովքեր են, ես ուզում եմ այդ հայհոյանքներ հնչեցնողներին ու մայիսի 9-ի այցելությունը բերել կապել իրար հետ։ Տեսեք, ինքը գնաց, Էրդողանի նկարով նկարվեց, շատերը հայհոյեցին, կշտամբեցին Փաշինյանին, գուցե իրավացիորեն, բայց ներողություն, այդ շրջանակները որտեղ են։ Ուր են այդ շրջանակները առհասարակ, էլի կաք դուք կենթանի եք, շնչում եք, գոյություն ունեք այս երկրում, չունեք։ Ես նշեցի Պուտինին դրեք մի կողմ, ես նշեցի, որ այդ հրապարակով անցնելու է ադրբեջանական զորախումբ հատուկ հավաքված Լեռնային Ղարաբաղում մեր քույրերի եղբայրների դեմ պատերազմ տարած զինծառայողներով։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի խմբակը եւ նրա ներկայացուցիչները հաշտեն այս մտքի հետ, որ պետք է Հայաստանի Հանրապետության վարչապետը գնա եւ Լեռնային Ղարաբաղը հայաթափած Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ մեր եղբայրների սպանած զորախմբի առաջ նստի, չգիտեմ, ծապտա, կոշկի կամ չգիտեմ ինչ անի։ Հաշտեն այս մտքի հետ, ինչի չեն խոսում։ Ինչի նույն ջանասիրությամբ չեն խոսում։ Սա հատուկ մեր հայրենակիցների ուշադրությունն է մրավիրում։ Դուք մոռանում եք, որ Հայաստանին քննադատում են, որ Պուտինին օդանավականում չի դիմավորել այդ մարդիկ, այդ որ ասում եք ուր են նրանք, հա։ Նաև այդ ինչու պետք է քլնգեն Մոսկվա գնալու համար։ Դե ակնհայտ է, որ չպիտի քլնգեն, որովհետև Փաշինյանը երեք նաև բաներ, չէ, խորհրդարանական հարց ու պատասխանի ժամանակ մի հետաքրքիր նաև փաստ արձանագրեց մամուլին հղում անելով հերթական անգամ, որ օտարերկրաշիպիոններ են, 5-րդ անիվ են, կլսնի KGB-ի պատվալը, ինքը մամուլին է հղում անում, բայց էլի գավառական շուստրության տիպիկ դրսևորում է, մամուլին թողեք հանգիստ, ձեր հատուկ ծառայություններին գործի դրեք։ Մի օր էլ հատուկ ծառայությունների դոսիեները հանեք, տեսակետները հանեք, հավաքագրված փաստական տվյալները հանեք, որ նստած տեղից էլ նախկին պաշտպանության նախարարին ասում էր, այ դու հաստատ կհայտնվես KGB-ի պատվալում, ԱԱԾ-ի պատվալում։ Ինքը կարծում եմ փաստական տվյալների վրա էր հենվել եւ կոնկրետ անձին թիրախավորելուց գիտեր ինչի է թիրախավորում։ Հիմա թող փաստեր վերանեն, ինչի զարմանում եք, պարոն Անանյան, որ այդ մարդիկ Պուտինին դիմավորելը կշտամբում են, քննադատում են։ Չդիմավորելը կշտամբում քննադատում են։ Չեն քննադատում Մոսկվա գնալը։ Լուր համերաշխության եւ սիրո մթնոլորտում, եղբայրության մթնոլորտում Փաշինյանին ճանապարհում են ադրբեջանական զորախմբին ծափահարելու։ Այս է մեր ընդդիմությունը, այս է Ռոբերտ Քոչարյանի խմբակը, այս է Սերժ Սարգսյանի խմբակը, այս են սրանք։ Սիրելի հայրենակիցներ, տեսեք, թե ով են սրանք։ Տեսեք։ Իսկ Էրդողանի եւ Պուտինի հետ գնալ հանդիպել հասկանալով, որ քեզ քննադատելու են։ Էրդողանի հետ շփումները։ Միգուցե մարդը փորձում է Հայաստանի շուրջ ինչ-որ նվազեցնել անվտանգային ռիսկերը, պարոն Մկրտչյան։ Դուք այդպես եք կարծում։ Դուք լուրջ հավատում եք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մի հանդիպման ժամանակ ես հատուկ մեր հայրենակիցների ուշադրությունն ու հիշողությունը հերթական անգամ թարմացնեմ։
Նիկոլ Փաշինյանը առնվազն 16 անգամ օգտագործեց уважаемый Վլադիմիր Վլադիմիրովիչ արտահայտությունը եւ մի 19 անգամ էլ շնորհակալություն բառն օգտագործեց ուղղված Վլադիմիր Պուտինին։ Եվ ինչ։ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվեց։ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները սովամահ չարվեցին։ Հայաստանի Հանրապետության սահմանները դրանից հետո Ռուսաստանի Դաշնության տխրահարճակ նախագահը ճանաչեց։ Ինչ եղավ։ Մասն ինչ Մոսկվա այցը Պուտինի եւ այդ դիկտատորների կլուբի անդամների հետ հանդիպումը պետք է ներկայացվի դարակազմիկ ձեռքբերում։ Բա որ էսկալացիա եղավ։ Բա որ իմ պնդումներում ես ճիշտ դուրս եկա։ Այդ ոնց է բացատրվելու։ Հիմա իրենց հարցնեք, ես գիտեմ պատասխանը, ասենք քանի խաղաղության պայմանագիր չկա, էսկալացիա ամեն պահի էլ կարա լինի։ Իրենք այդպես կմեկնաբանեն։ Որ ասես ինչի ես գնում Մոսկվա, հարգելիս։ Կամ ինչի է ձեր վարչապետը գնում Մոսկվա, ասում են հայկական շահը, ԵԱՏՄ, բան։ Կամ էլ վարչապետը միգուցե այս հանդիպմանը Պուտինի հետ նրան եւս մեկ անգամ հավաստիացնի, որ Հայաստանը ֆորպոստ չի դառնա արևմուտքի համար, ինչպես Հայաստանը կշարունակի մինի գուբերնիա կամ մինի ֆորպոստ մնալ Ռուսաստանի համար։ Երկրորդ ճակատ չի բացի, պարոն Մկրտչյան։ Հայաստանը ֆորպոստ կշարունակի մնալ Ռուսաստանի համար, հա, դա է նշանակում։ Այսինքն ֆորպոստից երկրորդ ճակատ մեկ քայլ է, ձեզ մեջ տեղը էլ կարգավիճակներ չկա։ Դե հիմա իրենք են բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականություն հրճակել, էլի գավառական շուստրությունն է այստեղ։ Սերժ Սարգսյանական եւի փոխակերպումն է բալանսավորված եւ բալանսավորման փաթեթի ներքո։ Ինչ բալանսավորված, ինչ բալանսավորման, եղբայր դու շարունակում ես ԵԱՏՄ անդամ մնալ։ Առանձին դեպքերում առանձին գործիչներ հորթի հրճվանքով արձանագրում են, որ մեր կապերը ԵԱՏՄ-ի հետ գնալով խորանում, ասում ես, ինչի է խորանում, ասում են բիզնեսն է այդպես ուզում։ Էլ չեն ասում, որ բիզնեսի համար նպաստավոր պայմաններ են ստեղծել ճակերտներում, որ բիզնեսը ներդրում չանի, տեխնոլոգիաներ չբերի, այդ անորակ ապրանքն արտադրի ու արտահանի ռուսական շուկա։ Այ բա բիզնեսին դրանից էլ լավ պայմաններ, դրանից էլ լավ հնարավորություն բիզնեսի համար։ Հանուն արդարության եկեք նշենք ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի օրոք, այս տնտեսական այս կապվածությունն ու Ռուսաստանի Դաշնության կրանքի տակ լինելը այս աստիճանի չի եղել։ Հանուն արդարության նաև եկեք արձանագրենք ինչի է դա այդպես։ Անձերով դա բնավ պայմանավորված չի, դա պայմանավորված է ԵԱՏՄ-ի կողմից ճակերտներով ընձեռված հնարավորություններով։ Իրենք հիմա դա են պաշտպանում ԵԱՏՄ-ի հնարավորությունները, շարունակում են ԵԱՏՄ-ում մնալ, շարունակում են ՀԱՊԿ-ում մնալ, շարունակում են ԱՊՀ-ում մնալ, շարունակում են մայիսի 8-ին Փարիզ գնալու փոխարեն, կարելի էր մայիսի 8-ին, այնտեղ 8-ին են նշում, գնալ Փարիզ եւ մեր բարեկամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ տոնակատարություններին մասնակցել, այս մարդը բռնում մայիսի 9-ին որոշում է գնալ Մոսկվա, թիրախադարձնում Հայաստանի Հանրապետությանը եվրոպացի գործընկերների աչքում։ Իսկ դա կոչվում է բալանսավորված եւ բալանսավորման, որտեղ է բալանսավորվել եւ որտեղ պիտի որտեղ է բալանսավորված արդեն բացատրությունը չկա։ ԵԱՏՄ անդամ Հայաստան, ՀԱՊԿ անդամ, ԱՊՀ անդամ, Ռուսաստանի Դաշնության հետ 97 թվականի պայմանագրով դաշնակից Հայաստան, ամբողջ էներգետիկ համակարգը Ռուսաստանի Դաշնության տակ պարկեցրած Հայաստան, որտեղ այս մարդը բալանսավորում։ Միգուցե ներքաղաքական դաշտում հարցս թույլ տվեք ավարտեմ 26 թվականի ընտրություններն են գալիս արդեն, մենք եկեք խոստովանենք, որ արդեն նախընտրական փուլում ենք մի տարվա հեռավորության վրա, բայց արդեն ներքաղաքական բանավեճերը սկսվել են, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ավելի հաճախ են սկսել երևալ էկրաններին եւ Քոչարյանի կողմնակիցները չէին հերքում եւ չէին հաստատում, որ նա գնացել է Մոսկվա, հանդիպել է Պուտինին, միգուցե այսպես քաղաքական աջակցության ակնկալիքով, եթե իրապես տեղի ունեցել այդ հանդիպումը, Փաշինյանն էլ կարող է այսպես հանդիպել Պուտինին, Դաբրոստան, հա։ Դաբրոն չգիտեմ, բայց ասել, որ մենք, չէ,
Ինքը հրապարակային ասաց, մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները չենք խզելու։ Որ Քավլիցի։ Պարոն Կոպերկինն ասում է երկրորդ ճակատ կարող է բացեն Հայաստանում արևմուտքը, կարող է Փաշինյանն ասի իմ վարչապետության ընթացքում դա դուք չեք տեսնի, հանգիստ եղեք, ինչ վատ բան է այս հավաստիացումները, միգուցե ԿՊ-ին պետք գան 26-ի քարոզարշավի փուլում, ընդհանրապես 26-ի ընտրություններում Ռուսաստանից ավելի քիչ հարվածներ ստանալ։ ԿՊ-ին որ հարցնեք, ԿՊ-ի մտքում եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտքում ինչ կա, ԿՊ-ն չի խորշի դա օգտագործել 26 թվականի ընտրությունների համար։ Ինչի նորություն է։ 21 թվականին չի օգտագործել։ Բացեք 21 թվականի խոստումները ԿՊ-ի։ Փաշինյանի մուրշն էլ վկա։ Նորություն։ Փաշինյանը եւ Ռոբերտ Քոչարյանի մասով դուք ասում եք Ռոբերտ Քոչարյանը գնացել, ինչի է գնացել։ Ըստ մամուլի ըստ մամուլում հայտնված եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորների կողմից շրջանառության դրված մի ձայնագրության Ռոբերտ Քոչարյանը կծկտուր, աղեկտուր, հեկեկացող ձայնով դիմում էր ինչ որ ենթադրյալ մայորի փոխգնդապետի կամ չգիտեմ գուցե խոսնակի կամ գուցե հենց Պուտինին, որ ունեմ իրավիճակից դուրս գալու ելք, գործում եմ ուղիղ նշանառության տակ, իմ համար մի հատ մի բան ապահովեք, ես իմ ծրագիրը հովանավորեք։ Ինչի է գնացել Մոսկվա ըստ մամուլի, կարծում եմ, որպեսզի այդպիսի ձայնագրություններից եւ այդպիսի ձայնագրությունների հրապարակումներից զերծ մնա։ Մարդը ձայնագրվում է եւ ուղիղ նշանառության տակ է ինքն է ասել։ Փաշինյանը գնում է, որ Պուտինից երաշխիքներ բերի, Պուտինի երաշխիքները թող Փաշինյանը վերցնի, տանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամներին կերակրի, հա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ երաշխիքները տեսել են։ Այդ հիբրիդային գրոհները, որ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ որ գնում է, եթե իրենց թվում է, որ իրանք պետք է այդ գրոհներին առանձին դեպքերում նաև կրակի վրա յուղ լցնեն, բենզին լցնեն, քաղաքական դաշտը բևեռացնեն, բաժան ծվեն անեն իրենց միջև, իրենք այստեղ էլ են չարաչար սխալվում։ Ու 26 թվականի նախընտրական շրջանի մեկնարկը այո տրված է։ Ովքեր են կողմերն ու ակտիվ դերակատարները այդտեղ, շատ պարզ է, սիրելի հայրենակիցներ։ Փաշինյան, Քոչարյան, Սարգսյան, Փաշինյանի գործուն ջանքերի արդյունքում նաև ուզում է այդ process-ի մեջ ներգրավի նաև Տեր-Պետրոսյանին։ Իզուր չի մարդը առավոտից երեկո ամեն հնարավոր ու անհնարին առիթով դուրս գալիս, ասում եկեք իմ հետ բանավիճեք։ Ինչ որ մի этаպում, պարոն Անանյան, եւ սիրելի հայրենակիցներ, ես նաև դա չեմ բացառում, որ նախընտրական շրջանում ընտրություններից 2-3 ամիս առաջ այս քարյակը հնարավոր է նաև բեմականացված բանավեճ ունենա քաղաքական դաշտը բսկտելու, ծվեն անելու եւ իրանց միջև բաժանելու համար։ Սա էլ պետք չի բացառել։ Ինչ պետք է առաջարկեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առողջ ուժերը։ Իրական այլընտրանք։ Դրանք անառողջ են, հա։ Իրական, իհարկե անառողջ են։ Իհարկե անառողջ են։ Ներողություն, եթե Նիկոլ Փաշինյանը 7 տարի շարունակ խոսում է ինչ-որ ենթադրյալ շպիոններից, 7 տարի շարունակ խոսում է մարտի 1-ից, հեսա Նիկոլ հերթով եմ գալիս։ Քոչարյանին շատ ուղիղ էր Ալենսի մնալ մեղադրում շպիոնիզմի մեջ։ Ահա, եթե ուղիղ մեղադրում են եւ իրենց ենթակայության տակ գտնվող իրավապահ համակարգը իմպոտենտություն է այստեղ ցուցաբերում, հանցավոր իմպոտենտություն էլ կա, որ հիմա մարդիկ են, էլի, բայց հանցավոր իմպոտենտություն է ցուցաբերում իրավապահ համակարգը, իհարկե նրանք պետքա տեղավորվեն նույն կաթսայում։ Առողջ ուժերը պետքա իրանց տեղավորեն նույն կաթսայում։ Ինչ պետքա առաջարկեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այն մի կարճահասակ մերժված կա, որ առավոտից երեկո փորձում է հանրության առաջ ներկայանա, թոս փչի հանրության աչքերին, այն պատանիներին 2018 թվականին այդ երիտասարդները իրականում պատանի էին, դպրոցական էին։ Նրանց արդեն ուսանողական տարիներում հավաքում է, նստեցնում է ու փորձում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համոզել, որ ինքը Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է, այսպես ուղղելով, լուրջ բաներից խոսալով, աչքերի տակ ուռած, ջղայնացած դեմքով։
Սիրելի հայրենակիցներ, ես չեմ հասկանում, այս ժողովրդի հիշողությունը իրենց կարծիքով այդքան կարճ է։ 7 տարի առաջ, երբ որ այդ անձնավորությունը մեղադրում էր Հայաստանի Հանրապետության 100,000-ավոր քաղաքացիների ավանակի ճակատը համբուրելու մեջ, առնվազն ավանակի ճակատը համբուրելու ուղղորդողը ինքն է եղել, որ ասել է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իր դրամաբանությամբ իհարկե այստեղ, հա, բնավ չեմ ընդունում իր բնորոշումները եւ այդ պիտակավորումները։ Առնվազն ուղղորդողը ինքն էր։ Առնվազն իր հրաժարականի տեքստից հետո Հայաստանի Հանրապետությունում չկար գյուղ, չկար քաղաք, չկար փողոց, որտեղ որ մարդիկ ուրախությունից մաղալները փողոցի վրա չշարեին, ճանաչում էին, չէին ճանաչում իրար, ողջագուրվեին, շնորհավորեին ու համազգային տոնի վերածած չլինեին նրա գնալը։ Հիմա այս համազգային մերժվածը եկել ու փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը քաղաքական դաշտում կա ու գործոն է։ Ես հիշեցնեմ, որ 2021 թվականին իր պատիվ ունեմ դաշինքը շեմնել չի հաղթահարել, օրենքի ուժով քաշ են տվել խորհրդարան իրան։ Այդ թող հիշի ինքը։ Այն մյուսը, որ 10 տարի կառավարել է այս երկիրը ոչ բարով, գույք պարտքի դիմաց ա եղել, հոկտեմբերի 27 ա եղել իր կառավարման օրոք, կուլմինացիան եղել է մարտի 1, ու այսպես շարունակ։ Այն Սադարակի պալատքի տակ Հեյդարի հետ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը խուրդա դարձնելն է թողում եմ քեշ-փեշ իրենց։ Ես էլ այն մյուս կողմից ա ելել ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում են ես եմ այլընտրանքը։ Հիմա առողջ ուժերը պետքա կարողանան հակադիր հակադրություն այս երեքի հստակ այլընտրանք առաջարկել։ Ոնց եւ ինչ լոզունգներով։ Այն ինչ խոստացել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, ուզում եմ պնդել եւ Փաշինյանի երեկվա արտահայտած մտքերով էլ դա հաստատել, որ դա այդպես է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ օրակարգը շարունակում են սպասարկել։ Այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է։ Ինչ էր ասում Փաշինյանը երեք։ Ասում է գնում եմ գյուղեր, գնում եմ շրջաններ, մարդկանց ասում եմ ասֆալտը, մարդկանց ասում եմ բորձյուրը, մարդկանց ասում եմ մանկապարտեզը, մարդկանց ասում եմ դպրոցը։ Այդ մարդիկ ասում են եղբայր հələ լավ ապրես։ Իրականում շնորհակալություն որ դա արվում է։ Դա իրականում իր պարտքն է, պարտականությունն է, բայց էլի ապրի, բարի կամքի դրսևորում, որ ինքը փորձում է դա ներկայացնել ձեռք բերում, ապրեք, շնորհակալ ենք։ Ամենայն անկեղծությամբ շնորհակալ ենք։ Բայց միցերի էլի եղբայր։ Ոնց որ մեր հայրենակիցներն են իրեն ասում։ Ինչա Քոչարյանն ազատության մեջ։ Ինչա Սերժ Սարգսյանն ազատության։ Դա է Հայաստանի Ինչի կոռուպցիոներներն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գլխավոր խնդիրը մեքենաների տակ եղած մասերի փոսերից ավելի հաճախակի անսարքությունը չէր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինչպես եղել են արդարության ու արդարադատության ծառավ, շարունակում են մնալ։ Հիմա մեր հայրենակիցներին պետք է իրական այլընտրանք առաջարկել հստակ ծրագրով եւ ժամկետներով։ Այ օրինակ տվեք վստահության կվեն օրինակ X ուժին, այլընտրանքային, որը պարտավորվում է իր կառավարման առաջին 1-1.5 տարվա ընթացքում շոշափելի արդյունքներ գրանցել արդարության եւ արդարադատության ոլորտում։ Նստեցնել Քոչարյանին, հա։ Այո, պիտի Քոչարյանն էլ դատվի, Սերժն էլ պիտի դատվի, կոռուպցիոներներն էլ պիտի դատվեն, հանցավոր անգործություն ցուցաբերածներն էլ պիտի դատվեն։ Վենդետա է կանում։ Ինչի երկրում օրինականություն հաստատել է այդ երբանից դարավ վենդետա։ Վենդետա կլիներ, երբ որ կոչ անենք, մտնեին իրենց դղյակները, ականջներից թղթով կամ այլ առարկայով բռնեին, դուրս շպրտեին ու հաշվի հարդար տեսնեին։ Այ դա կլիներ վենդետա, որը քավլիցի պետք չէ ճանապարհը բռնել, դա բռնությունը որևէ դեպքում պետք չի արդարացնել եւ բռնություն պետք չի քարոզել քավլիցի։ Այս երկրում կան մարմիններ, կան ինստիտուտներ, որոնք պետքա գործեն ի վերջո։ Ոնց պիտի գործեն ուղիղ հրահանգավորմամբ։ Ուղիղ հրահանգավորմամբ։ Դե գիտեք հիմա Դե դա ժողովրդավարության սկզբունքներին դեմ է հրահանգել իրավապահ մարմիններին, պարոն։ Ներողություն, իրավապահ մարմիններին հրահանգել, հորդորել, որ կոռուպցիոների դեմն առնեն, հանցագործների դեմն առնեն, դա ժողովրդավարությանը դեմ է։ Մի քիչ շատ չի ժողովրդավարությունը, ժողովրդավարական արժեքները բռնաբարվում եւ երկակի ստանդարտներով ներկայացվում։ Իսկ ով ասեց, որ ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունն ամենաթողությունն է, որը եւս Հայաստանի Հանրապետությունում շատերը շփոթում են։ Իսկ ով ասեց։ Ժողովրդավարությունը պահում են ուժով, ժողովրդավարությունը նաեւ հաստատում են ուժով։
Շնորհակալություն Ես եմ զրույցի համար Factor TV-ում հյուրընկալել էինք Հարություն Մկրտչյանին։